Բարև ձեզ, իմ զրուցակիցը հոգեբան Զինա Թորոսյանն է։ Այսօր կին-տղամարդ հարաբերություններում ամենահաճախ հանդիպող խնդիրները որոնք են։ Խնդիրները հիմնականում վերաբերվում են նրան, որ տղամարդը միշտ առանցքային ձևով պահանջում է հարգանք, իսկ կնոջը պետք է էմոցիաներ եւ ջերմություն։ Ամեն ինչ դրա շուրջն է, երբ որ տղամարդը չի ստանում հարգանք եւ անընդհատ բողոքական է եւ չի հասկանում, որ հարգանք կարելի է ստանալ այն դեպքում, երբ որ կինը հուզականորեն բավարարված է։ Այսինքն նա ստանում է ջերմություն, նրա էմոցիաները չեն արժեզրկում եւ այդ դեպքում դիմացի տղամարդը հարգելի է դառնում։ Ինչ են պատկերացնում տղամարդիկ հարգանք հասելով։ Նրանք պատկերացնում են ըստ երևույթին այն վիճակը, երբ որ իրենք իրենց այդ պահին հավանում են։ Չէ՞ որ տղամարդը ոչ թե իրականում ինչ որ մի կոնկրետ կնոջ է ընտրում, այլ ընտրում է այն հոգեվիճակը, ինչով ինքը տվյալ կնոջ կողքին է։ Այսինքն եթե ինքը իրեն գնահատված է զգում, եթե իրեն կարծում է խելացի մարդ, եթե ինչ որտեղ նույնիսկ հերոս է իրեն թվում, այդ վիճակը ավելի նման է այն վիճակին, ինչը տղամարդը պահանջում է, բայց ընդհանուր առմամբ իրական գծերով հարգանքը դա վերաբերմունք է մարդու հանդեպ, ինչի իրավիճակում մարդ իրեն գնահատված է զգում։ Կանայք ասացիք ավելի հուզական, ջերմության, հոգատարության կարիք իհարկե, բայց ցավոք սրտի այստեղ էլ պետք է ասեմ, որ ըստ էության շատ ու շատ տղամարդկանց էմոցիոնալ ինտելեկտը շատ թույլ է եւ նրանք պարզապես արժեզրկում են կնոջ էմոցիաները, նրանք պարզապես չեն տալիս էմոցիոնալ կապը, ջերմությունը, որը կնոջը պետք է, որպեսզի նա հետագայում դա վերադարձնի տղամարդուն հարգանքի տեսքով։ Բառերի մասին է, հոգատարության մասին է, ինչպես են իրենք դա պատկերացնում կենցաղում։ Բառը շատ կարեւոր է, սակայն փառք Աստծո, այսօր կին այնքան հիմար չի, որ հիմնվի միայն բառերի վրա։ Բառերին պետք է հետևեն ինչ որ որոշակի գործողություններ։ Սակայն երբ որ ես ասում եմ, որ կնոջ էմոցիաները արժեզրկվում են, պատկերացրեք կինը առավոտյան մոտենում է ամուսնուն եւ ուզում է ինչ որ բանի մասին խոսել։ Տղամարդը հենց առաջի բառից հետո ասում է՝ դե լավ, դրա ժամանակը չի, ես 100-ատ հոգս ունեմ։ Բացարձակ նույնիսկ չլսելով, թե ինչի մասին էր կինը ասում։ Եվ ինչպես կարելի է դրանից հետո մտածել, որ այս տղամարդը խորաթափանց է, խորիմաստ է եւ իր պահանջը կբավարարվի։ Հաջորդ պահին կարծում եմ յուրաքանչյուր երկրորդ կինը այդ արհամարանքը, այդ վերացական վերաբերմունքը կանրադարձնի տղամարդու վրա եւ ահա չստացավ տղամարդը այն ինչ որ ուզում է, ինչի չստացավ, որտեղ ժամանակին չտվեց։ Էլի օրինակներ կբերեք, որտեղ օրինակները կարևոր են այդ մանրուքները վերաբերմունք ցույց տալու։ Դիտարկումները բախվում են այն բանին, որ ընտանիքում դերային սպասումներն է տապալվում, ընդ որում իմ աշխատանքներից մեկը, իմ հետազոտություններից մեկը հենց դրան է վերաբերվում, ընտանիքում դերային սպասումների տապալումը։ Եթե երիտասարդները ամուսնանում են հաստատ իմանալով, որ տղամարդը պետք է լինի այս դերում, իսկ կինը այս դերում, եւ ահա այդ սպասումները տապալվում են։ Տղամարդը սպասում է, որ կինը պետք է աչալուրջ լինի, չարհամարի իր խոսքերը, իր կարծիքը, բոլոր որոշումները ընդունելուց իր հետ հաշվի նստի։ Կինը չունի այդպիսի կարծիք։ Եվ այսօր կինը ավելի շատ է ազատություն ստացել։ Ահա տղամարդու սպասումները առ կնոջ բախվեց ինչ որ մի անհայտ անորոշ դիմադրության։ Այստեղ արդեն այդ դերը, որ տղամարդու խոսքը պետք է կինը լսի կամ հարգի, արդեն անհայտացավ, չկա այդ դերային սպասումը տապալվեց։ Այդ դերային սպասումները ընտանիքում է ձևավորվում, հայրիկի, մայրիկի հարաբերությունում։ Առաջին ընտանիքում է ձևավորվում, բայց դա ընդհանուր առմամբ կապ ունի մարդու աշխարհընկալման հետ։ Նայած մարդը աշխարհը ինչպիսին է ընկալում։ Կան մարդիկ, որոնք ամուսնական կապի մեջ են մտնում առանց որևէ առանձնակի դերային սպասումների։ Այսինքն նրանք դերևս իրենց մեջ չեն կանխորոշել, թե ինչ են սպասում այդ ամուսնությունից, պարզապես ամուսնանում են։ Եվ այդ դեպքում նույնպես շատ մեծ դժվարություններ կա։ Բայց այո, առաջին դարբնոցը դա մարդու առաջին ընտանիքն է, այն ընտանիքը, որտեղ ինքը մեծացել է։ Ընտանիքի մոդելը փոխվել է հիմա։ Այո, կարծում եմ, որ շատ է փոխվել։ Ընտանիքները շատ ավելի արագ ձեռք են բերում այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չեն եղել։ Դրա վկայությունը հյուր ընտանիքները, հա, գաստիվոյ բրակը, կներեք, եթե ռուսերեն եմ ասում, չգիտեմ ոնց կարելի է դա դիպուկ հայերեն ասել, գաստիվոյ բրակը։ Շագերտները կբացեք, ինչ է դա նշանակում։ Այսինքն ամուսնացած են եւ նույնիսկ օրինական ամուսիններ են, բայց ապրում են տարբեր տների մեջ, տարբեր բնակարանների մեջ։ Հայաստանում տարածված է դա։ Կարծում եմ, որ ոչ, Հայաստանում ոչ, սակայն Հայաստանում այսօր արդեն հազվադեպ չի այն նկարագիրը, որ տղամարդը նույնիսկ երկու ընտանիք ունի։
մի ընտանիքի հետ օրինական ամուսնության մեջ է, իսկ այնտեղ ինչ որ միտեղ կամ մեկ այլ ընտանիք, որը իրեն ընդունում է ընտանիք, բայց օրինական ամուսնություն չի, բայց տղամարդը այդ ընտանիքին նույնպես ապահովում է իր ունեցած ամեն ինչով։ Տարածված է դա Հայաստանում։ Քիչ չի, բայց ինչ որ մի ստատիստիկա չկա Հերմինե ջան, բայց քիչ չի։ Ինչու եմ ես այդպես կարծում, որովհետև աշխատելով շատ ու շատ կանանց եւ ինչու՞ չէ տղամարդկանց հետ, Կարմիր թելի նման այդ գիծը անցնում է, որ այո, կան այդպիսի ընտանիքներ։ Ինչ է փոխվում հիմա ընտանեկան մոդելներում եւ մոտեցումներն են փոխվում եւ կանանց զարգանալու մղումն է ավելի շատ, ինչ փոփոխություններ եք տեսնում եւ ինչ արագությամբ են տեղի ունենում այդ Տղամարդը խուսափում է պատասխանատվությունից։ Տղամարդիկ պարզապես չեն ուզում պատասխանատվություն վերցնել, դժվար է։ Կանայք սկսել են ել ավելի շատ ֆինանսական ծանրաբեռնվածության տակ դնել տղամարդկանց եւ գուցե դա պատճառներից մեկն է, որ տղամարդը խուսափում է պատասխանատվությունից։ Կանայք ստանձնել են դրսի եւ ներսի բոլոր պարտականությունները եւ շատ հաճախ մտածում են այդ դեպքում ինչու է ինձ պետք ընտանիք կոչվող այդ բեռը, որտեղ որ ես ինձ լիարժեք ազատ չեմ զգում։ Դրա հետ կապված որոշ ավելի խոր մտածող տղամարդիկ պատրաստ են իրենց կանանց ավելի շատ ազատություն տալ, բայց որտեղ ազատությունն է, այնտեղ պարտականություններն են։ Եթե դու արդեն ուզում ես մեքենա վարես, ինչու՞ չէ, կյանքը պահանջում է, ուրեմն երեխաներին դու կարող ես տանել դպրոց։ Եվ դու էլ կարող ես երեխաներին դպրոցից վերցնել, ինչու՞ չէ, տղային ֆուտբոլ էլ կարող ես տանել։ Օրինակ, կին ասում է, դե ֆուտբոլ է, դու տար երեխային, ասում է, ի՞նչ տարբերություն, դու տար։ Ասում է, բայց դա ֆուտբոլ է, չէ՞, ասում է, ես էլ ֆուտբոլ չեմ սիրում։ Հասկանում եք, երբ որ մենք նվաճում ենք ինչ-որ մի բան, փաստորեն փոխարենը ինչ որ մի բան պետք է զիջենք, այդպես չի։ Եթե մենք ավելի շատ ազատություն ենք ձեռք բերել, ապա այդ ազատության մեջ ինչ որ պարտավորություններ են առաջանում։ Մյուս կողմից էլ, եթե տղամարդը ուզում է ունենալ իրավունքներ, իրավունքը առանց պարտականության չի լինի։ Եթե դու ասում ես, ինչա 3 րոպե աշխատանքից ուշացար կամ 10 րոպե ուշացար, ավելի լավ է դու նստի տունը մի աշխատի, դե բարձր է, այդտեղից արդեն պարտավորություններ է առաջանում, բոլոր ֆինանսական խնդիրները մնում է քո վրա։ Այսինքն այստեղ իհարկե հիմնահատակ հարցերը արմատի մեջ փոխվել են, ինչ տալ եւ ինչ ստանալ, ինչպիսի ազատությունների դիմաց ինչպիսի իրավունքներ ստանալ եւ ինչպիսի պարտականություններ ստանձնել, սա շատ համառորեն գնում է դեպի խոր փոփոխության։ Եթե նախկինում ես մի անգամ պատահական զրույց ունեցա մի կնոջ հետ, բավականին հարգարժան կնոջ, որոնց այսօր չգիտես ինչու ասում են մեյքափ արտիստ։ Դե այդ ոնց որ դրսից եկող սովորություն է եւ տեսեք ինչ հետաքրքիր բան ինքը նշեց։ Ասեց, երբ որ ես նոր էի սկսել աշխատել, հարսնացուները 25-27 տարեկան էին։ Հետագայում դարձան 27-30 տարեկան։ Հիմա 30-ից 35 տարեկան են եւ ես զգում եմ, որ հեռու չի են օրը, երբ որ 35-ից հետո են կանայք սկսելու ամուսնանալ։ Դուք ինքներդ արդեն հասկանում եք, թե ինչու՞մն է դրա պատճառը, որովհետեւ շատ երիտասարդ փեսացում, շատ պատասխանատու չի, շատ երիտասարդ կինը չի ուզում սահմանափակի իր ազատությունը եւ որոշակի տարիքից հետո նոր մարդիկ գնահատում են ընտանիք ունենալու կարեւորությունը, ընտանիքի ուժը եւ գուցե արդեն ավելի խոր, ավելի հեռու գնացող մտքեր ունեն։ Տակիր բան ասացիք, այսպեսի արտահայտություն կա, որ վերջերս շատ եմ լսում, կանայք ասում են կայացած լինել գործում, որպես անհատ սոցիալական հարաբերություններում, բայց ասում են ուզում եմ կողքից լինի մեկը, որ ինձանից ուժեղ է, ամուր ուս, որին կարող եմ հենվել, այսինքն անկախ նվաճումների չափից եւ ծավալից միևնույն է կինը կարիք ունի կողքին այդ ամուր ուսը ունենալու, բայց այստեղ էլ են չէ հակասություններ առաջանում։ Այստեղ ամենամեծ անհասկանալի հակասությունը դա ուժեղ մարդ հասկացողությունը, ուժեղ տղամարդ հասկացողությունը։ Որ ինձանից ուժեղ է։ Ցավոք սրտի ես մտածում եմ, տա Աստված, որ ես սխալվեմ, որ կանայք շատ հաճախ ուժեղ տղամարդ ասելով ֆինանսական կայունություն են պատկերացնում, որովհետև կարող է լինել շատ կամային լավ հատկություններով, կրթված, շատ լավ բարոյական արժեքներով տղամարդ, որը ֆինանսապես այդքան կայուն չի, որը պարզապես աշխատավորցով է ապրում, եւ կինը նրան չդիտարկի որպես ուժեղ տղամարդ։ Փորձով, աշխատանքային եւ կյանքի ինձ թվում է, որ այդ ուժեղ տղամարդ հասկացողությունը ահռելի մեծամասնության դեպքերում դա հենց ֆինանսական այդ կայուն վիճակի հետ է կապվում, բայց ուժը ինձ թվում է բոլորին այդտեղ չպետք է փնտրել։ Հետաքրքիր չէ, կանայք ուզում են, որ տղամարդիկ բրուտալ հատկանիշներ ունենան, աշխարհի հետ կռիվ տալիս, բայց իրենց հետ դրսևորեն միայն քնքուշ, մեղ, բարքագից։ Դուք էլ հետաքրքիր բան ասեցիք, ես հաստատ աշխարհի հետ կռիվ տվողներից չեմ։
Եվ խորհուրդ չեմ տա, որպեսզի մարդը ապրի այն դիվիզով, որ այս աշխարհի հետ պետք է կռվել։ Այս աշխարհի հետ պետք է պարզապես խելացի վերաբերվել եւ ունենալ այն սկզբունքներ, որը իհարկե մի օրվա չի առաջանում, եւ դա ունենալու համար պետք է տառապանքի ճանապարհներով անցնել։ Իմաստությունը մեկ օրվա չի գալիս, բայց երբ որ արդեն գալիս է, երբեք մարդուն չի լքում։ Հարգելի կանայք եւ հարգելի երիտասարդ աղջիկներ, ուզում եմ բոլորը իմանան, որ երբեք եւ ոչ մի ժամանակում մարդու ուժը ֆինանսի մեջ չի եղել, դա բոլորին ուրիշ տեղ պետք է փնտրել։ Որտեղ փնտրել, ինչպես ճանաչել ուժեղ մարդուն։ Իմ համար ուժ բառը այստեղ հարաբերական է, որովհետև նույնիսկ ամենաուժեղ կամային հատկություններով մարդը կարող է միանգամայն խոցելի լինի այն տեղում, որտեղ մենք չենք սպասում, սակայն եթե ուժ բառի տակ մենք նկատի ունենք բավական դիմացկուն, բավական հասուն, ասենք հոգեվիճակով, էմոցիոնալ կայուն, իր էմոցիաներին տիրապետող մի մարդ, ապա միայն շփման ժամանակ կարելի է դա հասկանալ։ Ես որ մարդուն եմ համարում հոգեբանորեն հասուն, այն մարդուն, որը կարողանում է իր հույզերին տիրապետի, երբ որ դա պետք է։ Ես չեմ ասում մարդը միշտ պետք է տիրապետի իր հույզերին, երբեք չհուզվի, երբեք արցունք չթափի եւ նույնիսկ այն չբարձրացնի, այլ հիմնականում նա կարողանում է կառավարել իր էմոցիաները եւ այդ դեպքում նա հոգեբանորեն հասուն է, այո, եւ դրա մեջ շատ մեծ ուժ կա։ Կոնֆլիկտների մասին չի լինում այնպես, որ կոնֆլիկտը առաջանում է նաև այնտեղ, որ մարդը ինքն էլ չգիտի ինչ է ուզում, բայց իրեն թվում է, որ դիմացինը շատ կարևոր մի բան չի տալիս իրեն, այսինքն քանի որ ինքը չի գտնում այն ինչ որ ուզում է, այդ հարցի պատասխանը ամբողջ մեղքը բարդում է դիմացինի վրա եւ դիմացինից պահանջում է մի բան, որը իրենից է կախված։ Մենք հիմա փաստորեն խոսում ենք էմոցիոնալ չբավարարվածության մասին եւ այն ամեն ինչի մասին, ինչ մարդու համար անգիտակցական process-ներ են, այսինքն ենթագիտակցության մեջ է։ Այո, շատ հաճախ է այդպես լինում, եթե ոչ ամենահաճախ դեպքերում մարդը հստակ գիտի ինչ չի ուզում, բայց չգիտի ինչ է ուզում։ Դժգոհ է, ինչ որ բան չի ուզում, բայց թե ինչով է դա ուզում փոխարինի եւ կամ ինչ է ուզում, մարդը կարող է չհասկանալ։ Սակայն այսօր տեսնում եք, այնքան հոգեբաններ են աշխատում, այնքան վարքաբաններ են աշխատում, որ մարդը միշտ էլ կարող է իր հայացքը ուղղի իր մեջ եւ հասկանալ, լավ, ես գիտեմ ինչ չեմ ուզում, բայց ինձ պետք է իմանալ ինչ եմ ուզում։ Եվ ինչքան շուտ է մարդը ինքն իրեն ճանաչում, այնքան հեշտ է լինելու հետո անցնելու ճանապարհը։ Որ դեպքում մարդը կարող է հետևություն անել, որ այս հարաբերությունները ունեն ապագա, պիտի աշխատել այս հարաբերությունների վրա, եւ որ դեպքում է, որ անիմաստ է շարունակել եւ որքան շուտ ավարտել է հարաբերությունը այդ փուլում, այնքան լավ։ Դիմանալու սահմանը ո՞րն է։ Մարդիկ կան, չէ, ամբողջ կյանքը դիմանում են, սпасելով ինչ որ մի բանի։ Հարաբերությունների մեջ կարող են 3 այսպիսի իրավիճակներ լինել։ Երբ որ մարդը անընդհատ զիջում է, անընդհատ նկատենք։ Ի վերջո, մարդը ձեռք է բերում զոհի հոգեվիճակ, որտեղ ինքը անընդհատ զիջում է։ Միշտ զիջողը ինքը պետք է լինի։ Եթե մարդը անընդհատ դիմանում է, ինչ որ մի պահի այդ դիմանալ նրան բերելու է շատ ուժեղ ագրեսիայի։ Բայց եթե դիմանալու մեկ այլ ճյուղը վերցնենք, համբերելը, այդ համբերելն էլ մարդուն պետք է տանի կյանքի դատարկության։ Նույն ընտանեկան հարաբերություններին եթե վերցնենք, կինը համբերում է այսօր, կինը համբերում է վաղը, մյուս օրը եւ այլն, եւ հանկարծ հենց այդ նույն ամուսինը կնոջը թողնում է եւ գնում է ուրիշ կնոջ մոտ։ Եվ Ինչու համբերատար կին է կողքին, դիմանում է, ինչ է փնտրում տղամարդը այդ կնոջ մոտ։ Երբեմն տղամարդը փնտրում է իրապես այն կնոջը, որը հարգում է ինքն իրեն, որը արժևորում է ինքն իրեն, որը պարզապես հարմար չի, որովհետև միշտ չի որ հարմար կինը դա նաև հետաքրքիր կինն է, հասկանում եք։ Եվ հետո ոչ միայն ես եւ դուք, ինձ թվում է արդեն շատ ու շատ կանայք հիմնավորապես անդրադարձել են այն հարցին, թե ինչու իրենք իրավունք չունեն իրենց իրական եսով ներկայանան, ինչու իրենք իրավունք չունեն լինել այնպիսին, ինչպիսին իրենք կան, իհարկե ենթակա լինելով նաև ճիշտ քննադատության, ճիշտ դիտարկումների, ինչու չէ ճիշտ դիտողությունը, ինչու իրենք պետք է անընդհատ զիջեն, եթե բոլորովին զիջելու եւ համբերելու տեղը չի, որն է սահմանը։ Սահմանը այնտեղ է, երբ որ մարդը պետք է հասկանա, որ էապես արդեն վնասներ է կրում։ Չեմ խոսում այն ստանդարտ դեպքերի մասին, ճնշում, ֆիզիկական ուժ գործադրել, անվերջ դավաճանություններ, ընտանիքի հանդեպ անուշադրություն, այլ արատներ, կախվածություն, չգիտեմ, խաղամոլությունների տարբեր դրսևորումներ, թմրանյութեր եւ այլն։ Սրա մասին բոլորովին խոսք չկա, բայց նկատեք, մեր կանայք երբեմն նույնիսկ դրան են դիմանում եւ դրա հետ են համաձայնում եւ ամենացավալին շատ հաճախ կարող են ասել հանուն երեխաներից ցույց տամ ամուսնուս վատ օրինակը,
դիմանամ, ցույց տամ ամուսնուս վատ օրինակը, որ հետո Աստված մի արասի այդ նույն դրսևորումները տեսնեմ երեխաներիս մեջ։ Հետո երեխաները գնում են եւ ընտրում են իրենց հայրերի նման կողակիցներ։ Տեսեք, այդպիսի ընտանիքներից երկու տարբեր տեսակի արդյունքներ կարող ենք ստանալ։ Երեխան այո, ինչ որ դեպքերում տեսնում են, որ այն ինչ որ անում է ծնող, ուրեմն իրեն է կարելի է դա անել եւ լինում է լրիվ հակառակը։ Ես վերջերս աշխատում եմ մի ընտանիքի հետ, որտեղ միջանձնային խնդիր չկար, բայց խնդիր կար կնոջ գերհոգնածության հետ, որտեղ շատ լուրջ աշխատանքի էր կինը եւ ընտանիքի ծանրաբեռնվածություն կար եւ ամուսինը շատ խոհեմ մի տղա էր։ Եվ ես հարցնում եմ կնոջը, ասում եմ, այսքան դժվարությունների մեջ, երբ որ դու երկար ժամանակ հոգեբանական խնդիրների մեջ ես, ինչպես է իրեն պահում քո ամուսինը, ասում է շատ հանգիստ եւ երբեք ձայնը չի բարձրացնում, ասում եմ նույնիսկ ես եմ երբեմն զայրանում, հա, որ դու քեզ վնաս ես տալիս կամ ասում եմ, գիտեք, ինքը ունեցել է շատ զայրացկոտ հայրիկ, շատ խիստ բնավորությամբ եւ ինչ որ տարիքում ինքն իրեն խոսք է տվել, որ իր ընտանիքում երբեք ձայնը չի բարձրացնելու եւ այդ բանը պահում է մինչեւ հիմա եւ հավատացեք, ես սա չեմ հորինում, սա իրողություն է։ Իսկապես, այսինքն կամ նման են լինում, կամ լրիվ հակառակ տարբեր, որովհետև եթե տառապանքը առաջացել այդ ամբողջ ընթացքում, որ հայրիկը ձայնը բարձրացրեց, մայրիկը վախեցավ, չգիտեմ, իրենք վախեցան եւ այլն, երեխան լրիվ հակառակ վարք է ընտրում։ Մի այլ օրինակ հիշեցի, սոցիոլոգներից մեկն է պատմում, որ մի երիտասարդ ընտանիք է դիմել, տղամարդը կնոջը ծեծում է, բռնություն է կիրառում եւ գնացել են այդ տղամարդու ծնողների հետ խոսելու, գոնեն իրենք էլ ինչ որ խորհուրդներ տան, ասում է դուռը թակեցին, բացեց մայրը աչքի տակը կապտուկով։ Դե պատճառ հետևանքային կապն է այստեղ աշխատում։ Ամեն արարք ունի հետևանք։ Երբ որ տղամարդը ասեն գոռում է կամ իր կնոջ վրա ձեռք է բարձրացնում, այդ տղամարդը նույնպես ունի շատ մեծ ռիսկ, որ հետագայում իսկ երեխան իր հետ է այդպես վարվելու, ոչ միայն իր կնոջ հետ, նույնիսկ իր հետ այդպես կվարվի։ Ես հիմա ունեմ մի ընտանիք, որի հետ աշխատում եմ, եւ հարցը մշտապես բռնության է ենթարկում ամեն ինչի համար, որովհետեւ դու Instagram ունես, որովհետեւ ամուսնուդ ուշադիր չես, որովհետեւ ամուսինդ ուշ եկավ, իսկ դու չէիր սպասում, քնել էիր ամուսնու կողմից։ Սակայն կեսուրը հոգեբանական բռնության է ենթարկում։ Երբ որ հարցը ծեծված, ջարդված, չգիտեմ, կապտուկներով իջնում է եւ կեսրարը հարցնում է ինչ է պատահել, քանի որ հարցը այն վիճակի մեջ է, որ դերևս հարցնությունը անում, ինքը չի պատասխանում կեսրարին, կեսուրը ասում է դե իրար հետ յոլա չեն գնում։ Տեսեք, չի ասում, որ հարցը ծեծի է ենթարկվել, ասում է իրար հետ յոլա չեն գնում։ Տեսեք, ինչքան է ինքը հարցի արժանապատվությունը զրոյացնում։ Այսինքն այն պատասխանատվությունը, որ միայն իր տղայինն է, ինքը հավասարապես դնում է երկուսի վրա։ Ինչ ուզում է այդ պահին կատարվի, միևնույն է տղամարդը իրավունք չունի կնոջ վրա ձեռք բարձրացնել։ Նույնիսկ եթե կինը չի համաձայնվել, վիճել է կամ չգիտեմ, այդ նույն Instagram-ն է ունեցել կամ չգիտեմ, հակել են հակոստը, որ չի կարելի մարդու վրա ձեռք բարձրացնել, բայց նույնիսկ կեսուրը, որ ընտանիքի ավակն է, ասում է դե իրար հետ յոլա չեն գնում։ Որտեղ է այստեղ արդարությունը։ Իսկ արդարությունը նրա մեջ է, որ նույնիսկ հետո նույն զավակը կարող է իր մոր հետ այդպես վերաբերվել եւ հավատացեք ինքը իր մոր հետ շատ կոպիտ է խոսում, շատ անհարգալից է խոսում եւ դա դեռ սկիզբն է։ Կարևոր թեմայի եկանք։ Ընդհանրապես, երբ կա կոնֆլիկտ երկուսի միջև, ինչպիսի վարք պիտի դրսևորեն կողքի մարդիկ։ Դիցուք միասին են ապրում կամ միասին չեն ապրում, բայց գիտեն, որ այդ կոնֆլիկտը կա բռնություն, վիրավորանք եւ այլն։ Ինչպիսի վարք պիտի դրսևորի տղամարդու ծնողը, եղբայրը, քույրը, կնոջ հարազատները, պիտի ձևացնեն, որ չեն նկատում, պիտի խորհուրդներ տան։ Սա շատ նուրբ բան է եւ հաճախ հանդիպող, որ մարդիկ չգիտեն ինչ անել, որ գոնե չվնասեն ավելի։ Պետք է հասկանալ բռնության սահմանը։ Եթե տղամարդը մշտապես կնոջը ծեծի է ենթարկում, այստեղ լռելու եւ համբերելու տեղ չկա։ Բոլորովին այստեղ պետք է անհանգստանան բոլորը եւ պատճառները հասկանան, թե ինչու է տղամարդը այդպիսի վարք ցուցաբերում։ Եթե սա դաստիարակության պակաս է, եթե սա ինչ որ մի բանի ազդեցության տակ է, եթե սա չսիրելու դրսևորում է, եւ առաջին հերթին այո, պատասխանատվություն պահանջել տղամարդուց եւ իմ կարծիքով մեծ ընտանիքը պետք է ներգրավի այս հարցին։ Հազիվ թե մարդ կարողանա անտարբեր մնալ, եթե իր տանը տղամարդը կնոջը ծեծում է։ Նորմալ մարդկային վարք չի, չէ՞, եւ դու քո կողքին բռնությունը իսկ դու չես բոլորովին մարդկային վարք չի։ Ոչ։ Բայց կան այդպիսի մարդիկ, որ չեն միջամտում։ Այո,
կային այդպիսի մարդիկ, որոնք անտարբերությամբ են տառապում։ Ես նույնիսկ փողոցում, եթե տեսնեմ, որ մայրը իր երեխայի թևը քաշքշում է կամ երեխայի հետ կոպիտ է, ես մոտենում եմ, ասում եմ՝ «Տիկին, ձեզ ինչով օգնեմ»։ Ես չեմ ասում ինչով օգնեմ երեխային, ես ուղղակիորեն ասում եմ՝ «Ձեզ ինչով կարող եմ օգնել»։ Ցույց տալով, որ եթե դու այս վիճակին ես հասել, ուրեմն քեզ է օգնություն պետք առաջեշտին, ոչ թե երեխային։ Հետաքրքիր մոտեցում։ Այո, դա իրոք այդպես է։ Դուք օրինակը բերեցիք, եթե կա ակնհայտ բռնություն, եթե չկա բռնություն, բայց ակնհայտ է, որ կան խնդիրներ։ Խնդիրներ կան։ Հարցեր տալ, թե եթե պետք լինի մարդը այդ մասին կխոսի, խոսքը բարեկամների մասին է։ Խնդիրներն էլ են տարբեր լինում։ Եթե միջանձնային, միջամուսնական խնդիրներ են, ապա կարծում եմ ամուսիններ իրենք կարող են լուծել այդ խնդիրները։ Պետք է խառնվել միայն այն դեպքում եւ այն չափով, ինչ չափով որ ամուսիններից որևէ մեկը դա թույլ է տալիս։ Օրինակ, եթե կինը գալիս է իր սկեսրոջ մոտ եւ ասում է՝ «Մամ, մենք այսպեսի խնդիր ունենք, հա, դու կարող ես ինչ-որ բանով օգնել»։ Սա արդեն բոլորին ուրիշ միջամտություն է։ Եվ ուրիշ միջամտություն է, եթե ոչ ոք մեզ չի դիմել, իսկ մենք ուզում ենք այդ հարցին խառնվել։ Եվ եթե նույնիսկ մենք մեր վրա պատասխանատվություն վերցնենք եւ հարցնենք աղջիկս ինչ է պատահել, մենք պետք է բավարարվենք միայն նրանով, ինչ պատասխան որ կլսենք, խառնվել կամ չխառնվել։ Դուք հետաքրքիր բան ասացիք, որ տղամարդիկ տանը ճնշում են իրենց կանանց, որ ամեն ինչում հնազանդ եղիր, բայց դրսում փնտրում են ինքնուրույնություն ունեցող, կայացած մեկին։ Դուք դա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, որ հնազանդությունն ու կայացած լինելը հակասում են իրար։ Այո, հակասում են իրար։ Սա այնուամենայնիվ գիտակցության մի սահման է բնորոշում, հա, խոհեմություն, երբ որ ես ասում եմ հնազանդություն, ես ուրիշ հնազանդության մասին չեմ խոսում, ես ավելի շատ խոհեմության մասին եմ խոսում, որ եթե կինը ընտանիքում խոհեմ է, դա չի խոսում այդ ուրիշ հնազանդության մասին, ընդհակառակը ավելի խոհեմ են կայացած եւ իմաստուն կանայք, որովհետեւ ոչ ամեն հարցի լուծումը հենց այս րոպեին կարելի է պահանջել եւ չի կարելի շարունակաբար տղամարդուն սղոցել միայն մի բանի համար, որ նա չի կարողացել։ Տարբեր են լինում ճակատագրերը, կան աղջիկներ պոտենցիալով հետաքրքիր մարդիկ, որ ամուսնանում են եւ այդ կրակը մարում է, որտեվ ամուսինը հակված չի, որ կինը զարգանա, չի խրախուսում, թևեր չի տալիս, եւ հակառակը կան կանայք, որ շատ պոտենցիալ էլ չունեն, բայց այդ ամուսնու կողքին սկսում են զարգանալ, ծաղկել։ Ես չեմ ուզում ամբողջ պատասխանատվությունը հիմա դնել տղամարդու ուսերին, եթե մարդը զարգացող տեսակ է, ինքը ցանկացած իրավիճակում զարգացման ճանապարհներ փորձի գտնել, բայց այս բանն էլ կա, չէ, երբ տղամարդը ակնկալում է, որ կինը լինի X կերպ, ինքն էլ պիտի նպաստի դրան։ Կայացած բառի մեջ ես բոլորովին չեմ դնում կնոջ խելագար կարիերան, եւ չեմ դնում նրա փող աշխատելու մոլուցքը բոլորովին։ Ես կայացած մարդուն հենց առաջի ֆրազայից կարող եմ հասկանալ, թե այս մարդը իրականում հոգեվոր ինչ աստիճանի վրա է, բայց կարծում եմ այո, եթե կինը ճիշտ տղամարդու կողքին է հայտնվում, նա միանգամից ինչ-որ փայլ է ձեռք բերում, աչքերը փայլում են, եւ մի հետաքրքիր տարբերանշան ունեմ։ Երբ որ կինը ամուսնանում է եւ ամուսնանալուց կես տարի հետո նա ավելի գեղեցիկ է, քան մինչև ամուսնանալը, ուրեմն կարող եմ ասել, որ այդ ամուսնությունը հաջողվել է։ Բայց երբ որ կինը ամուսնանում է եւ այդ ձեր ասած փայլը կորում է, տրամադրությունը ընկնում է, սովորությունները փոխվում են, դառնում են ավելի пассив, հանդիպումներ չկան, խուսափում է ընկերներից, խուսափում է ինչ-որ մի նոր բան անելուց, մտածում եմ, որ այստեղ գուցե կա ինչ-որ թեկուզ ոչ բացահայտ, բայց ենթատեքստային ճնշում եւ կնոջ համար դերևս այդքան էլ հարմար չի, որովհետեւ հետագայում դա ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ ամուսնությունը շատ հաճախ շատ մեծ ստրես է տղամարդու համար, որովհետեւ տղամարդը հիմնավորապես ուրիշ իրավիճակի մեջ է հայտնվում եւ ուրիշ վարկ պետք է մշակի, պատասխանատվությունը բարձրանում է, այստեղ պետք է համբերություն եւ տակտ։ Հիմա փաստորեն տղամարդկանց պատասխանատվությունից խուսափելու պատճառով է, որ զույգերը սկսել են ավելի ուշ ամուսնանալ։ Պատասխանատվությունից խուսափելու եւ եւս մի պատճառ կա, չգիտեմ կարելի է դա եթերից բացահայտ ավելի հնչել, որովհետեւ պարզապես սեքսուալ կյանքը ավելի ազատ է եւ որպեսզի ունենալ հասուն սեքսուալ հարաբերություններ, տղամարդուն պարտադիր չի ամուսնանալ, նա ավելի շատ ազատ հարաբերությունների մեջ է փնտրում իր հետաքրքրությունները առանց որևէ պատասխանատվություն իր վրա վերցնելու։ Երեխաների հանդեպ վերաբերմունքը ինչպես է փոխվել ժամանակակից զույգերի մոտ։ Ես նկատում եմ, որ մեր ընտանիքներում սկսվել է երեխաների կուլտ։ Ինչ հագցնել երեխաներին, ինչ դպրոցներ տանել, ինչպես նշել նրանց ծնունդները։ Դա լավ է թե վատ։
Եթե ամեն ինչ միայն ինչ հագցնելու, ինչպիսի դպրոցներ տանելու եւ ինչպիսի ծնունդներ անելու մեջ է, վատ է։ Եթե ամեն ինչ նրա մեջ է, թե ինչ սովորեցնել երեխաներին եւ գիտենք թե ինչ սովորեցնել, դա լավ է։ Բայց այդ հարցում էլ չէ, հիմա գիտելիքը ավելի շատ է։ Մեր սերունդը եւ նախորդող սերունդը ծնողները ապրել են ինչ որ մի կերպ եւ երեխաները իրենց հետ։ Իսկ հիմա երիտասարդ ծնողները փորձում են մտածել ցանկացած իրավիճակ ինչպես կանդրադառնա երեխայի վրա։ Սա դրական չի անդրադառնում, թե ամեն սերունդ իր դժբախտություններն ու երջանկություններն ունի։ Պատահական չասեցի, որ սկսվել է երեխաների կուլտ, որովհետեւ այսօր ինձ թվում է երեխաների հանդեպ ուշադրությունը շատ հաճախ այն տեղերում է դրսևորվում, որտեղ բոլորովին կարիք չկա։ Օրինակ 100-200 հոգանոց ծնունդները, բազմաթիվ բրենդային հագուստները, բազմաթիվ անվանի դպրոցները, որտեղ խնդիրը հենց անվանի դպրոց լինելն է, ոչ թե նայել երեխան ինչ է սովորում, երեխային ոգևորելու յուրահատուկ ոչ արդարացված ձևերը, որոնք են ոչ արդարացված ձևերը։ Այն ինչ որ երեխային կարող է սուպեր էգոներ շնչի կամ ագրեսիվություն առաջացնի։ Այսինքն, երբ որ ինչ որ մեկը մոտեցավ քո հետ սկսեց լեզվակռիվ տալ, մի սպասի խփի, ես տեր եմ։ Չեք լսել։ Այնքան հաճախ կատարվող երևույթ է։ Էլ ինչ, այդպիսի վնասող։ Սրա հետ ընկերություն չանես, դա քո ինչ ընկերն է, որ դրա հետ ընկերություն ես անում, դա քո ինչ թայն է, չտեսար ինչ շոյերով էր եկել դպրոց։ Կամ երեխայի ծնունդն է, հրավիրում են դասանի երեխաներին եւ առանձնահատուկ 1-2 երեխայի չհրավիրեն, որովհետեւ ասենք նրանց ծնողներին չեն հավանում կամ երեխան դասանում ավելի վատ է սովորում եւ այլն։ Իսկ թվում է այնքան տարածված բաներ է, շատ ու շատ երեխաներ մեծանում են այն զգացողությամբ, որ իրենք բացառիկ են, ոչ թե լավ իմաստով, այլ բացառիկ են, որովհետեւ ինչ որ այլ բաներով են օժտված։ Դա տաղանդի մասին չի խոսքը, դա իրեն սովորելու մասին չի խոսքը։ Ընդհակառակը, նույնիսկ երբ որ ընտանիքում շատ լավ սովորող երեխա կա, ծնողները պետք է անեն այնպես, որ երեխան իր բացառիկությունը վատ իմաստով չընկալի, որ ինքը բացառիկ է, որովհետև բոլոր երեխաները այնուամենայնիվ ինչ որ միտեղ տաղանդավոր են, լավն են եւ գեղեցիկ են։ Ես սարսափում եմ, երբ որ տեսնում եմ 10, 12, 15 տարեկան երեխաներ, որոնք որ տյոտյաների նման հագնված, կանանց նման հագնված, շպարված եւ անընդհատ ինչ որ ֆոտոսեսիաներ, ինչ որ ծննդյան հետ կապված մի աներևակայելի բաներ, ինչ որ մեծ խնջույքներ, մեծ ինչ որ ամբագորգոր բառեր, որտեղ հիմնականում տարիքով մարդիկ են եւ նույնիսկ պատճառն է մոռացում, թե 100-200 հոգին ինչի է հավաքվել, որտեղ երեխային այսպես ուրախացնել։ Կարծում եք, երբ որ 100 տղամարդ կամ 50 կին, 50 տղամարդ իրար հետ խառնի ճաղանջ խոսում են, երեխան ուրախանում է։ Բա ինչի համար են անում։ Չգիտեմ։ Դա պետք է իրենց հարցնել։ Ես կարծում եմ, որ երեխայի ծնունդը պետք է նշել, երեխային պետք է ուրախացնել, իհարկե, բայց նույնիսկ նվերներն են խոսում է այն մասին, թե երեխան ուրախանում է, թե ձեռք է բերում այնպիսի հատկանիշներ, որոնք որ դա հետո իրեն խանգարելու են։ Նվերների մասին հիմա դժվար է երեխաներին զարմացնել, որովհետև փոքր տարիքից էլ ծնողները, նույնիսկ այն ծնողները, որոնք շատ այսպես ֆինանսական հնարավորություններ չունեն, ամեն դեպքում ամեն ինչ անում են, որ երեխան շատ խաղալիքներ էլ ունենա, պակասը չզգա։ Եվ հիմա արդեն երեխային ուզում ես մի նվեր առնել, որ ուրախացնես, բայց մտածում ես, որ ամեն ինչ ունի, դժվար է արդեն դա։ Պետք է երեխային հարցնել։ Պետք է հարցնել, ինչ նվեր կուզենայիր ստանալ։ iPhone 10 հիմա որն է վերջինը, ես չեմ հետևում։ iPhone 17-ը պետք է մերժել։ Դեռահասությունը ունի մի հատ այսպիսի զարմանալի բնորոշ բան։ Եթե խնդիրը դե չեմ կարծում, որ 6 տարեկան երեխան iPhone 17 պահանջի, եթե ծնողները այդ մակարդակին չեն հասցրել երեխային, բայց օրինակ 13-14 տարեկան երեխան կարող է iPhone 17 պահանջի, որտեղ մարդը սոցիալական էակ է, երեխան սոցիումում է ամեն ինչը լսում է, ծանոթանում է, նույնիսկ եթե ընտանիքը իրան այդտեղ չի հասցրել։ Բայց ամեն դեպքում այն պահը, երբ որ երեխան ինչ-որ նվեր է պահանջում, ինչ-որ մի տեսակի նվեր, ծնողը միշտ պետք է հարցնի, ինչու հատկապես դու այդ նվերն ես ուզում։ Ինչու է դա հենց այդ նվերը քեզ։ Ինքը պիտի կարողանա պատճառաբանել։ Դեռահասությունը ունի մի բնորոշ բան, որը իր հետ ունի շատ մեծ հակասություն է։ Նույն 13 տարեկան երեխան, որ դեռահասության տարիքի մեջ է, ցանկացած դեռահաս երեխա, նա ուզում է պատկանի տարիքային իր խմբին, հետ չմնա իր հասակակիցներից, այսինքն ունենա այն ամեն ինչ, որ ունեն նրանք, անի այն ամեն ինչ, որ նրանք կարող են անել, սակայն դրանով հանդերձ ուզում է ունենալ մի բան,
որով կտարբերվի մյուսներից։ Տեսնում եք ինչ հետաքրքիր ամբիվալենտ վարք է։ Մի կողմից նա ուզում է լինել բոլորի նման եւ ունենալ այն ամեն ինչ որ բոլորը, բայց մի բան ավել, մի բան ավել կամ մի բան տարբերվող, որը մյուսները չունեն։ Ինչ անեցում։ Սա շատ հակասական տարիք է եւ այդ դեպքում երեխային պետք է մղել, որ այդ մի բանը ինչ որ օգուտ բերող մի հատկանիշ լինի, ինչ որ մի իմացություն, ինչ որ մի շնորհք, որպեսզի երեխան հենց այդ կողմով մտածի, որ այ ես բոլորից լավ եմ ապրում, ասենք, կամ չգիտեմ, ես սպորտի մեջ ավելի հաջող եմ, այլ ոչ թե ես ունեմ մի iPhone 17-ի փոխարեն 3 iPhone 10։ Կամ այսքան գիրք եմ կարդացել ավելի շատ։ Եթե նորից անդրադառնանք այն բոլոր խնդիրներին, որոնք անդադ նշում ենք, ինչ ձևով պետք է երեխային դաստիարակել եւ ինչ սովորացնել երեխային։ Այս հարցը միշտ կա, ինչ սովորացնել երեխային։ Իհարկե մենք ասում ենք ազնվություն, սա անալիք ընդունված բաներ կան։ Ինչ է ցույց տվել իմ կյանքի փորձը, երեխային հիմնավորապես պետք է երկու բան սովորացնել։ Սովորացնել սովորել եւ սովորացնել սիրել։ Եթե մենք միայն այդ երկու բանը կարողանանք երեխային ներշնչել եւ երեխան սովորի կարդալ, սովորել, հետաքրքրվել, ձեռք բերել եւ սովորի սիրել, պարզապես սիրի իր ընկերոջը, իր մամային, պապային, նրա համար որ նրանք կան, արդեն երեխան այս կյանքում եւ կգտնի մասնագիտություն եւ սեր։ Երկու կարեւոր բան, որ պետք է ապրելու համար։ Օրինակը, որ բերեցիք հեռախոսի, շատ կարևոր էր։ Ես հիմա հիշեցի Քսենիա Սաբչակը օրինակ էր բերում, որ տղան չունի հեռախոս եւ անդադ ուզում է, ընկերներ ունեն եւ այլն, եւ այդպես ընդհանուր միջավայրում ասում է, ես ստեղծեցի իրավիճակ, որտեղ ինքը կդրսևորեր իր հնարավորությունները, ինքը շատ լավ է կարդում, շատ գրքեր է կարդացել եւ այլն, եւ ասում է, այս զրույցը բացելուց արդեն երևաց ինքը զգաց, թե ինչ կարեւոր բաների է տիրապետում։ Բացի ինչ ունենալուց, նաեւ ինչ գիտեմ, ինչ կարող եմ։ Այո, հենց այդ է խնդիրը։ Դրա համար եթե մենք երեխային ներշնչենք, որ սովորելը կարեւոր է, ինչ խոս դա բոլորին չի բացառում են բան, որ նույնիսկ լավ սովորած երեխան, շատ կարդացած երեխան մի օր iPhone 17 կուզի կցանկանա, բայց մոլագորություն չի ցուցաբերի, չի լաց լինի եւ գլուխը պատեպատ չի տա, եթե այդ չստանա։ Ի վերջո ընտանիքում էլ դա կարող է նորից կուլտ լինի։ Օրինակ ես հիմա իմ հեռախոսը iPhone 13 Pro Max է եւ հեռախոսով էլ ես անդադ աշխատում եմ, on-line աշխատում եմ։ Ինչու ես ինչ չեմ կարող այդ 17-ը թույլ տալ, կարող եմ, հավատացեք։ Եվ ամեն անգամ երեխաները ասում են, ժամանակը չի քո հեռախոսը փոխենք, մենք փոխենք։ Այդ հեռախոսը ինձ լրիվ բավարարում է։ Այս նպատակների համար ինչ որ ես հիմա ունեմ, այդ հեռախոսը ինձ լրիվ բավարարում է։ Չեմ տեսնում անհրաժեշտություն այդ հեռախոսը փոխել։ Հասկանում եք, եւ երեխան էլ կարող է այդպես մտածել, որ ի՞նչն է պատճառը, որ եթե իր ծնողը այդպես է մտածում, բայց եթե ծնողը գիշեր ցերեկ հետևում է երբ է հայտնվելու նոր iPhone-ը, որ ձեռք բերի, արդեն պարզ է, որ այո, ունենալը, իմանալը եւ կարողանալը երեք տարբեր հնարավորություններ են մարդկանց համար։ Շատ հաճախ իմանալ, կարողանալը հնարավորություն է ստեղծում ունենալու, բայց ինչքան էլ պարադոքսալ թվա, այն մարդը, որ գիտի եւ կարողանում է, շատ քիչ ունենալու ցանկություն ունի, շատ քչով է բավարարվում։ որտեղ ուրիշ արժեքներ է արդեն ունենում։ Այո, շատ հաճախ եւ շատ երկար տարիներ եմ աշխատում հոգեբանության մեջ։ Գիտեք ինչ եմ ես նկատում, մարդը, որ այլևս իր կյանքը չի սիրում, պետք է հետ նայի եւ հասկանա, արդյոք դա նրանից չի, որ ինքը շատ բան չի կարող անել եւ շատ բան չի իմացել, այլ միայն ինքը սպառող է։ Միայն ինքը վերցնում է, որ սպառի։ Իսկ գուցե ժամանակն է, որ ինքը սպառողից դառնա արարիչ, չէ՞ որ երկիր մոլորակի երկրորդ օրենքը դա արարման օրենքն է։ Ինչ անի մարդը, եթե իր կյանքը չի սիրում։ Գուցե սկզբի համար գոնե միայն պատճառը հասկանա։ Չի հասկանում պատճառը, թվում է թե այն մինիմալը, որ հանրությունը համարում է, որ մարդուն պետք է երջանիկ լինելու համար ունի, բայց ինքը իրեն երջանիկ չի զգում։ Ինչ անի մարդը, որի ականջը բորբոքվել է եւ ականջը ցավում է։ Գնա բժշկի մոտ։ Շնորհակալություն։ Գա հոգեբանի մոտ։ Շնորհակալություն։ Մի էսպիսի հարց։ Ինչպես մարդը պիտի հասկանա, եթե ինչ-որ խնդիր է առաջացել, կան դեպքեր, որ այդ պահին այդ խնդիրը անլուծելի է թվում։ Նույնիսկ եթե ջանքեր ես գործադրում, ինչպես հասկանալ, երբ պիտի իրավիճակը բաց թողել եւ երբ պիտի ակտիվ քայլեր անել։ Սկզբի համար պետք է գոնե միայն կյանքի օրենքները ուսումնասիրել։ Տեսեք, 4-րդ օրենքը հնչում է այսպես. ընդունելու եւ հաշտվելու օրենքն է կյանքի։ Այսինքն, եթե ինչ որ մի բան կատարվում է, առաջինը պետք է դա ընդունել։ Հետո եթե կարող ես փոխել, փոխես, իսկ եթե
ոչ հաշտվես։ Իսկ եթե պարզվի, որ եթե շատ ջանքեր թափեիր կարող էիր եւ փոխել։ Քեզ թվում էր, թե չէիր կարող փոխել։ Կարող եք օրինակ բերել։ Մի օրինակ եւ պիտի թողել իրավիճակին եւ մի օրինակ, որ պիտի պայքարել։ Եթե խնդիրը իմ անձին է վերաբերվում, ես անպայման կփորձեմ փոխել, հատկապես եթե գիտեմ ունեմ հնարավորություն։ Բայց եթե չունեմ հնարավորություն, ես ինձ չեմ կոտորի եւ չեմ քառատի ինչ որ բան փոխելու համար։ Իսկ եթե խնդիրը ուրիշներին է վերաբերում, դա միայն իրենց ցանկությունն է։ Կարող եմ օգնել, կօգնեմ, չեմ կարող, չեմ օգնել։ Երբ ընտանիքում կա խնդիր, այդ խնդրի մասին պիտի շատ խոսել, թե շատ պիտի չխոսել։ Կախված է խնդրի տեսակից եւ մարդկանց քննարկելու պատրաստակամությունից։ Տղամարդիկ ավելի քիչ են, չէ՞, հակված խնդիրների մասին խոսել կանանց հետ։ Դուք ինչպես եք նկատում։ Այո, որովհետեւ տղամարդիկ էմոցիոնալ ժլատություն ունեն։ Բայց գուցե դա դաստիարակության բան է, չէ՞, փոքրուց ասում են դու տղամարդ ես, զուսպ պիտի լինես։ Այո, ես կարծում եմ, որ դաստիարակության, որովհետև շատ հաճախ տղամարդ դաստիարակելու համար նախապես տղամարդուն զրկում են զգալու եւ էմպաթ լինելու հատկանիշներից, բայց պատկերացրեք, որ այն տղամարդը, որը զգում է եւ որը ունի էմպաթիկ հատկություններ, կնոջ համար ավելի գնահատելի է։ Գյոթեն ոնց է գրել, թողեք լաց լինեմ, լացելը մեղք չի, բարեհոգի են այրերը լացող։ Տղամարդուն եւ կնոջը, աղջկան եւ տղային տարբեր կերպ է պետք դաստիարակել։ Ընդհանուր դաստիարակության նորմաները, որը ստեղծում է արժեքային համակարգ, պետք է լինի իհարկե նույնը։ Օրինակ։ Իմ ընտանիքում, իմ տղայի եւ իմ աղջկա համար արժեքային համակարգը նույնն է։ Այսինքն ազնիվ լինել, չգիտեմ, ընտանիքը սիրել, ընդունել, լինել մարդասեր, չգիտեմ, խորաթափան, արժեքային համակարգի խնդիրները դուք գիտեք։ Սակայն պարտավորությունները եւ անելիքները տարբեր են, ինչ խոսք։ Տղա երեխան ինչ պարտավորություններ պիտի ունենա եւ ինչ պարտավորություններ։ Տեսեք, այն ընտանիքում, չեմ ուզում ին վերաբերեմ օրինակ, այն ընտանիքում, բայց սակայն հավասարապես ինձ է վերաբերում։ Երբ որ ասենք, եղբայրը 10 տարեկան է, քույրը 5 տարեկան, եւ մայրը գնալով աշխատանքի ասում է, նայ, դու պետքա քրոջդ կերակրես, դու պետքա իր կերածը հավաքես, որտեվ ինքը փոքր է, դու պետք է դուռը փակես, դու պետք է ուշադիր լինես, որ ինքը որևէ բանի ձեռք չտա եւ այլն, այսինքն որպես մեծի եւ որպես տղամարդու պարտավորությունը դրվում է տղայի վրա։ Իսկ կան ընտանիքներ, որտեղ պարտավորությունը ուղղակիորեն դրվում է աղջկա վրա։ Ես գիտեմ այդպիսի ընտանիքներ, երբ որ մայրը ասում է, լավ, աղբերդ գլխիդ խփես, դու աղջիկն ես, դու պետքա ձայնդ կտրես։ Եվ ուղղակիորեն մի քանի օր առաջ իմ սենյակում մի աղջիկ լաց է լինում, երբ որ ես ասացի, լավ, պատկերացրու, որ հենց այս մի կողքս նստած է քո եղբայրը եւ այս կողքս մայրդ, ինչ կասեիր։ Ինքը լաց լինելով աղբոր ասեց, դու ոնց կարող ես փոքր երեխայի հետ տենց վարվել, ոնց կարող ես դու իմ ծեծերից, մորնի ասեց, իսկ դու ոնց կարող ես կանգնել նայել եւ չբռնեիր տղայի ձեռքը։ Ահա ձեզ մի հատ պատկեր, որը իմ կյանքի չի, եւ ասված ոչ անի իմ կյանքից լինի, բայց մայրը մտածել է, որ եթե եղբայրը քրոջը ծեծում է, ինքը կարող է հանգիստ նայել, ասի դե աղբեր դա դաստիարակում է։ Քիչ կան այդպիսի դեպքեր։ Պարտավորությունները տարբեր են, հասկանում եք, շատ հաճախ կին արարածը եւ տղամարդը այլ պարտավորություն են։ Մենք ախր չենք ասում, որ կինը պետք է անպայման տղամարդու գործ անի եւ տղամարդը կնոջ գործ, չէ՞, թեպետ կյանքի բերումով երբեմն այդպես ստացվում, բայց մարդու արժեքային համակարգը որպես այդպիսի նույնն է։ Երբ փնտրում էի, ինչ է մարդկանց մտահոգում, անհանգստացնում, շատ են մարդիկ գանգատվում վատ մտքերից, անդադ բացասական մտքերից։ Կան հեշտ մեթոդներ դրանից ազատվելու, բացի այն, որ ասենք, որ դա լավ չի, դե հա, դա լավ չի, բայց մարդը չի կարողանում կառավարել դա։ Լավ, իսկ դուք կարծում եք, որ բացասական մտքերը պատահական է ծնվում մարդու գլխում։ Որտեղից են գալիս բացասական մտքերը։ Դա այն է, ինչ որ մարդը հավաքել է, չէ՞։ Ես իմ աշխատանքի մեջ շարունակ այդ նույն բանը բացատրում եմ։ Տեսեք, որտեվ ես կլինիկական հոգեբան եմ եւ ամեն տեսակի հուզական խանգարումներ, հուզական խնդիրները, կպչուն մտքերը եւ այլն, մարդը գալիս ասում է, դե ես մեղավոր չեմ։ Այդ մտքերը մեխանիկորեն գալիս են իմ գլուխը։ Ես այդ մասին չեմ մտածում եւ իրենք գալիս են եւ ես մի հատ առաջադրանք եմ տալիս։ Ասում եմ, դուք քանի լեզու գիտեք։ Ասում եմ, դե գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ասում եմ, դե մի հատ պարսկերեն լեզվով ասա խնձոր բառ, ասում եմ, չգիտեմ։ Ասում եմ, այդ ինչու մեխանիկորեն չի գալիս, որտեվ չես սովորել, չի գալիս։ Բացասական մտքերը հաճախ հենց դրա համար էլ գալիս են, որ այդ այն բազան է, որ մենք հավաքել ենք։ Որտեղից։ Կյանքի ընթացքում այն ամեն ինչի հետ մարդը առնչվել է։ Գուցե մարդու
ընտանիքում փոքր տարիքից ընդունված է եղել ամեն ինչի Շատ հաճախ բացասական։ այդպես էլ լինում է 18 տարեկանին հասած յուրաքանչյուր մարդ կարող է ինքը իր համար նոր գիտելիքներ, նոր հետաքրքրություններ եւ նոր հնարավորություններ ստեղծել։ Այնինքը տեսնում է, որ իր ընտանիքում անընդհատ բացասականի մասին են խոսում եւ ինքը հասկանում է, որ դա իրեն դուր չի գալիս, չէ՞։ Ինքը բոլորին ուրիշ կողմ պետք Որոնք է են բացասական մտքեր առաջացնող արտահայտությունները, բառերը, սովորությունները։ Սա ավելի շատ մարդու ներքին կոնֆլիկտի հետ է կապված, տեսեք։ Կան ընտանիքներ, որտեղ ավելի շատ մտածում են ֆինանսական կողմի մասին եւ հիմնական վախը, որ հանկարծ փող չունենան, որ հանկարծ աշխատանքի չզրկվեն, որ հանկարծ նեն չլինի, որ իրենց ունեցվածքին վնաս լինի եւ իհարկե երեխայի հիմնական վախերը հետագայում դա է լինելու, որտեղ ներքին կոնֆլիկտը հենց դա է, որ հանկարծ ինքը փող չունենա, չսննկանա, աշխատանքի չզրկվի, որ իր խնայողությունները չգողանա, չկորցնի եւ այլն։ Եվ հետագայում հենց այդ էլ դառնում է ներքին կոնֆլիկտի պատճառը։ Ընտանիքում կարող է ուրիշ վախեր լինեն, կարող է սնոտիապաշտ մտքեր լինեն։ Ասեք այդ բառերն ու արտահայտությունները, որ մարդիկ հանեն իրենց բառապաշարից։ Չեմ կարող ասել, իմ ընտանիքը բավական լավատես ընտանիք է Գալիս են ձեր մոտ մարդիկ։ Տեսեք, այո, շատ են գալիս, շատ, բայց այսօրվա վախերի ահռելի մեծամասնությունը, այսինքն ներքին կոնֆլիկտները հիմնականում բախվում են նրան, որ մարդը հաջողակ կարող է չլինի, ելի եմ կրկնում, որ հաջողակ չլինելը միշտ փողի հետ են կապում եւ կարծես թե դա քիչ կարեւոր չի, եւ երկրորդը մարդիկ շատ վախենում են հիվանդություններից եւ մահից։ Ամենաշատը։ Դա բնական Պատկերացրեք, այո, բնական վախ է, բայց դա այն վախը չի, որով կարելի է զբաղվել անընդհատ եւ ամեն օր վեր կենալ եւ հիշել, որ ինչ որ մի ժամանակ, պատկերացրեք 30 տարեկան կինը, որ ասենք 90-ում պետք է մահանա, 60 տարի ամեն օր ինքը պետք է մահվան մասին մտածի, որ ինքը պետք է ինչ որ մի ժամանակ մահանա։ Այստեղ պետք է արդեն կյանքը գլոբալ ճանաչել, սովորել ապրել այսօր եւ այստեղ։ Իրոք պետք է սովորել ապրել այսօր եւ այստեղ։ Չի կարելի անընդհատ ասել, բա որ վաղը ինչ կլինի։ Դա կդառնա Կիկոսի մահը, էլի, բա վաղը ինչ Իսկ այս գոնությունը չի մղում մարդուն ակտիվ գործողությունների, երբ որ դու մտածում ես վաղը ինչ կլինի, որպեսզի վաղը լավ լինի, դու այսօր պիտի աշխատես։ Բայց եթե դու մտածես ինչ ուզում է լինի, դու այսօր մի քիչ պասիվ։ Արմատապես տարբեր բաների մասին եք խոսում։ Դուք կյանքի պլանավորման մասին եք խոսում, հա։ Այո։ Իսկ ես խոսում եմ կյանքի հանդեպ վախի։ Այ եթե օրինակ ես վախենամ, ես մի օր որոշեմ, որ պատի վրայից քարը պետք է անգնի գլխիս ու ես մեռնեմ ու ես սկսեմ անընդհատ կասկայով ման գալ։ Ես դրա մասին եմ խոսում։ Կյանքի պլանավորումը բոլորին այն չի, որ ես անընդհատ վախենամ վաղվա օրվա մասին համար։ Ես պետքա պարզապես կյանքս պլանավորեմ։ Ես լիքը պլաններ ունեմ եւ այդպիսի մարդիկ երբեք վախ չունեն։ Հատկապես վախ ունեն այն մարդիկ, որոնք վախենում են նույնիսկ պլանավորեն, հասկանում եք։ Թվում է թե հակառակն է, դեպ Լապկովսկին էլ այդ օրինակը բերում է, ասում է, թվում է թե մահից ավելի շատ պիտի վախենան այն մարդիկ, ում կյանքը լեցուն է, ուրախ է, պլաններ ունեն, բայց ավելի շատ վախենում են նրանք, ում կյանքը ավելի դատարկ է, աղքատիկ, այսինքն իրենք վախ ունեն, որ իրենք չեն հասցրել ապրել, չեն ապրել։ Այո, որովհետև նրանց ամբողջ հոգին գոռում է էս է կյանքը, որովհետև իրենք կյանքից ոչ մի ուրախություն չեն վերցնում։ Գիտեք, այստեղ նույնիսկ տեսեք պլյուս եւ մինուս էներգիաների բախում է։ Եթե մարդը հենց պլյուսի մեջ է, ինքը ուրախ է, ինքը արարիչ է, ինքը վայելում է այդ կյանքը, շատ հազարգյուտ է իր գլխում միտք առաջանում, որ ինչ որ մի օր ինքը կծերանա եւ այլն, թե դա բնականորեն պետք է ընդունել։ Առաջին հերթին պետք է ճանաչել եւ ընդունել կյանքը, հաշտ լինել կյանքի հետ։ Մեր զրույցի սկզբում ես ասեցի, որ չեմ կարծում, որ պետք է կյանքի հետ կռվել, պետք է հաշտ լինել կյանքի հետ եւ ուրախ լինել, որ Բայց աշխարհը կյանքի հետ կռվողներն են, չէ՞ փոխում։ Կռվով Նաև պատերազմների մասին չի խոս, իրենց անձնական կռվի մասին է։ Ինչ որ բան փոխելու մղման մասին է։ Ինչ որ բան փոխելու համար միշտ պետք է կռվել։ Դե կան դեպքեր, որ այո։ Կան դեպքեր, որ կարող ես եւ առանց կռիվ, կան դեպքեր, որ այո։ Կռիվը ուղիղ կռվի մասին չի։ Տեսեք, ես կարծում եմ, որ բավական է, որ ամեն մարդ իր տեղում ինքն իրեն փոխի։ Իսկ ինքդ քեզ փոխելու համար, եթե դու արդեն որոշում ես կայացրել, ինքդ քո հետ չես կռվի։ Կռիվը առաջանում է, երբ որ դու ուրիշին ես ուզում փոխես։ Իսկ արդյոք պետք է ուրիշին փոխել։ Ես հենց կյանքի հետ կռվելու մասին եմ ասում, գիտեք, այն լուծումների մասին, որի ժամանակը դեռ չի եկել փոխվելու։ Հիմա տեսեք, հետաքրքիր բան ձեզ ասեմ։ Այսօր աղջիկները ամենատարբեր ձևերով հագնում են, կանայք ամենատարբեր ձևերով հագնում են եւ նույնպես էլ տղամարդիկ ամենատարբեր մազերով, ամենատարբեր պրիկիդներով փողոցներում ման են
են գալիս եւ դա բոլորի համար բնական է։ Պատկերացրեք այդ նույն բանը անեին 100 տարի առաջ։ 20 տարի առաջ Երևանի փողոցներում։ Հա, հնարավոր չէ լինի եւ այդ ժամանակ բախում կառաջանար, չէ, կռիվ կառաջանար։ Ինչ կանել 30 տարի առաջ մարդը ասեր, որ չէ, ինձ լավ է, մազերս ուզում եմ սենց անեմ, էլի ինչ որ բախում կառաջանար։ Դա համար երբեմն կա ճիշտ տեղը, ժամանակը եւ նույնիսկ գիտության մեջ, տեսեք, շատ հետաքրքիր բացահայտումներ կան, բայց եթե դեռ այդ տեղը չի եկել, այդ բացահայտումը չի ընդունվում։ Հետո անցնում են տարիներ եւ հենց այդ ժամանակը գալիս է, այդ գիտական թեմայի ժամանակը գալիս է եւ մարդը առանց կռվի կարողանում է իր վերսիան առաջ տանի։ Կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքը նվիրում են մի նպատակի համար։ Այո, կան։ Եվ մեկ էլ չի ստացվում այդ նպատակի։ Այսինքն դուք ինչպես եք վերաբերվում այդ մղմանը, այդ նպատակադրմանը, այդ նվիրումին, որևէ նպատակին կյանքում, ինչ դրական բացասական բաներ է տալիս դա մարդուն։ Եթե մարդը ինչ որ միայն մի բանով է հետաքրքրում, դա մի տեսակ մոլության է նման, մոլագարության է նման։ Եթե մարդը ոչ մի բան չի նկատում, միայն այդ ուղղությամբ է առաջ շարժվում, այստեղ կարող է վարքային եւ հոգեբանական շատ լուրջ խանգարում լինի։ Ոչ մի բան կողքին չի տեսնում, ոչ ընտանիք, ոչ ընկերներ, ոչ ուրիշ հետաքրքրություններ, այլ ուզում է հասկանա, թե ջրի տակ մարդը փակ քթով ինչքան կմնա։ Սա դե չգիտեմ ինչ օրինակ բերեմ, այդպիսի մի բան է, հա, գիտության կռիվ ես հասկանում եմ։ Գիտության կռիվ, բժշկության մեջ, ֆիզիկայի մեջ, քիմիայի մեջ, գիտության կռիվ հասկանում եմ, բայց դա իր ընտրությունն է եւ ինքը պետք է հասկանա, դուր եկավ իրեն այդ ճանապարհը թե չէ։ Եվ ինչով ավարտվեց, եւ որ վերջում հանկարծ այնպես չլինի, որ ասի, այ ես հետ եմ նայում եւ տեսնում եմ, որ սխալ եմ ապրել։ Սակայն գիտեք, մեր դասական գրականության մեջ շատ օրինակներ կան, որ մարդը հենց այն տարիքում, երբ որ արդեն դիմաց նայում է եւ իրեն թվում է, որ վերջը մոտ է, իր կյանքը վերագնահատում է եւ ասում է, այս պետք է անեի, այս պետք է չանեի եւ այլն, բայց անընդհատ ամբողջ կյանքում միայն մի ուղղությամբ գնալը իմ աչքի մի տեսակ ամենաշատը ինչի համար են ափսոսում մարդիկ կյանքի վերջում, որ ինչ չեն արել։ Ափսոսում են նրա համար, որ հրաժարվել են մտերիմների հետ շփումից, ափսոսում են նրա համար, որ կյանքը չեն վայելել, ափսոսում են նրա համար, որ իրենց վաստակած միջոցները պահել են եւ չեն օգտագործել իրենց համար, չեն փորձել գտնել իրենց տաղանդները, հնարավորություն չեն տվել իրենց տաղանդները իրագործելուն, չեն բացել իրենց թևերը թռնելու համար։ Ինչ փոքրիկ սովորություններ կան կյանքը դեպի լավը փոխելու համար։ Փոքր կիրառելի սովորություններ։ Կան դեղեր, որոնք դեղատան չեն վաճառում։ Այդ փոքր սովորությունները, որ կյանքը բարելավում են, հենց այդ դեղերն են։ Մի քանիսը կթվարկեք։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կյանքի իմաստի մի մասը դա հետաքրքրասիրության մեջ։ Հետաքրքրասեր լինել, հասկանալ ինչ է կատարում քո շրջապատում։ Հիմա մարդիկ դա կընկալեն որպես լուրեր կարդալու խորհուրդ, լուրերը կկարդան եւ ստրեսով կսկսեն իրենց օրը։ Խոր կտամ քաղաքական լուրերը չկարդալ, չնայած բոլորս այսպես թե այնպես ինչ որ մի չափով դրա մեջ ներգրավված ենք։ Ես նկատի ունեմ հետաքրքրասիրություն բոլոր ոլորտներում։ Օրինակ ես շատ հաճախ եմ այն մարդկանց, որոնք բողոքում են իրենց աշխատավարձից, իրենց ընտրած մասնագիտությունից, ասում են, որ ես այն ժամանակ, երբ որ ընտրեցի այս մասնագիտությունը, սա պահանջված մասնագիտություն էր, իսկ հիմա ես կոպեկներ եմ վաստակում։ Ասում եմ, իսկ դուք պատահաբար չեք կարդացել այն լուրերը, ձեր ասած, որը հստակ բացատրում են, թե առաջիկա 20 տարում ամենաարդեական մասնագիտությունները որոնք պետք է լինեն։ Ինքը ասում է, չի այդպիսի լուրեր կան։ Ասում եմ, այո, փառք Աստծո, այսօր կա ինֆորմացիա։ Մտեք նայեք առաջիկա 20 տարում ամենաարդեական մասնագիտությունները որոնք եւ գուցե դուք երկրորդ մասնագիտություն ձեռք կբերեք, հա։ Հետաքրքրասիրություն հենց այդ իմաստով է շատ լուրջ մի բան։ Եվ հետո տեսեք, մեր ուղեղի համար սնունդը դա ինֆորմացիան է։ Եթե մեր մարմնի համար կա սննդի այլ ձևեր, չգիտեմ, մաքուր օդ, կարգին որակի սնունդ եւ իսկ մեր ուղեղի համար ինֆորմացիան դա լավագույն սնունդն է։ Դե հիմա ամենաշատը ինֆորմացիան է եւ մարդիկ արդեն այդ ինֆորմացիա ձեռքն են սկսել տառապել։ Գրքեր, լավ ֆիլմեր, անծանոթ երաժշտություն։ Հետաքրքիր է, որ շեշտեցիք անծանոթ, ինչու անծանոթ։ Հիմա բացատրեմ, որտեղ ծանոթ երաժշտությունը մենք միշտ հուզականորեն ենք լսում։ Կանխատրամադրվածությունն է։ Իսկ որպեսզի մեր ուղեղը ինչ որ մեկ այլ բան ստանա, մենք պետք է փորձենք անծանոթ երաժշտություն լսենք։ Օրինակ ես եթե լսեմ Արամ Ասատրյանի երգերը, դա իմ անկության երգերն են, իմ ջահելության երգերն են, իմ դեռահասության երգերն են եւ ինքը իմ մեջ միանշանակ հույզեր կառաջացնի։ Ես նույնիսկ արդեն ամեն բառից հետո գիտեմ թե ինչ է եւ իմ ուղեղի համար դա ինչ որ մի նոր բան չի, բայց եթե ասենք ես դնում եմ Մատվեյ Բլյումինի ջութակի այսինչ կոնցերտը, գուցե շատ ու շատ տեղեր դա իմ համար հələ դաժե ականջիս համար հաճելի էլ չի, բայց իմ ուղեղի համար դա շատ լուրջ
կարևոր մի բան է, որ ուղեղը ոնց որ restart է լինում։ Այսինքն մարդը նաև պիտի ցկտի անծանոթ մարդկանց հետ շփվել, ամեն օր չառնչվել նույն մարդկանց հետ ու Դուք ինձ վարքը շատ լավ հարց տվեցիք։ կանխատեսելի Մենք է։ ունենք հոգեբանական կոնկրետ ուսումնասիրություններ, որ սոցիալական ազատ շփումները երջանկության շատ մեծ աղբյուր է մարդու համար։ Երբ որ մենք կարող ենք խոսել խանութի վաճառողի հետ, շենքի հավաքարարի հետ, հարևանի հետ, որին առաջի անգամ եք տեսնում, տրանսպորտում մի մարդու հետ, դուք գիտեք շատ հաճախ պատահական մարդու հետ կարող եք ավելի անկեղծ եւ անբռնազբոս զրույցի բռնվեք, քան թե այն մարդուն ճանաչում եք։ Բայց այդի մարդիկ հաճախ տարօրինակ տպավորություն են թողնում։ Ամեն քայլափոխը զրույցի են բռնկում։ Ինձ համար հետաքրքիր է, բայց շատ մարդիկ էլ ասում են տարօրինակ է։ Թող ասեն։ Ես օրինակ եթե տաքսիով տեղ գնամ, վարորդի հետ անպայման խոսելու եմ, անպայման։ Եթե վարորդը հակված է զրույցի, մեծ սիրով մարդու հետ խոսում եմ, եւ իմ աշխատանքի համար դա օգտակար։ Այսինքն դա օգտակար է, եւ դու կոնտակտի մեջ ես մտնում քեզ համար լիովին անծանոթ եւ անկանխատեսելի մարդու հետ։ Եթե մարդը ձեզ նայեց եւ ասեց՝ «Վայ աղջիկ ջան, ես ինձ սիրում, ես ինձ սիրուն աղջիկ», դուք գիտեք, որ նա ոչ մի դժտապատճառ չունի, որ ձեզ կեղծ խոսք ասի, պարզապես իր աչքը ուրախացավ ինքը ձեզ իր կարծիքը ասեց։ Սոցիալական ազատ շփումները մարդու կյանք ավելի երջանիկ են դարձնում։ Բայց մենք այդ իմաստով փակ ենք, չէ՞, թե այդպես չի։ Այո, կամ է ժողովրդի մեջ մի տեսակ լարվածություն։ Մտածում ենք ինչ կմտածի դիմացին, եթե ես ինչ որ բան ասեմ։ Դուք մտածում եք։ Ինձ հետաքրքիր է մարդ, բայց ես մտածում եմ, որ դա գուցե նաև մասնագիտական հետաքրքրություն է եւ ես խնդիր չունեմ, որովհետեւ տարբեր մարդկանց հետ շփվել եմ եւ սովոր եմ դրան, բայց մարդիկ, որ չունեն այդ փորձառությունը։ Եթե մարդը սոցիումի մեջ իրեն ազատ չի զգում, իր ընտրությունն է, կարող է այդ բանը չանել։ Բայց տեսեք, կան փորձարկումներ, եթե մարդուն նստեցնենք բազմոցին, եւ մարդը մի ամիս այդ բազմոցից վեր չկենա, հետո իրանց զրոյից պետքա նորից քայլել սովորեցնենք։ Խոսեցինք մարդու ամեն տեսակի վախերի մասին, ինձ չեմ զրկելու այն հնարավորությունից, որպեսզի դες իրական մի հոգեբանական իմ պրակտիկայից մի դեպք պատմեմ։ Շատ հետաքրքիր։ Չեմ ուզում տիկնոջ անունը տամ, որովհետև ակնկալում եմ, որ տիկինը ողջ է եւ առողջ է, զանգեց մի տիկին եւ ասեց՝ տիկին Զինա ջան, շատ եմ խնդրում, որ դուք գաք ինձ այցելության, ասում եմ, բայց ախր ես այցելության չեմ գնում, բա մեր բարեկամի տուն գնացել եք, ասում եմ, նայեք, բարեկամի երեխան վթարի մեջ է եղել, վնասվել է, կոտրված ա եղել, ես եկել եմ, բայց ձեր դեպքում, հա, ասում եմ, ես էլ չեմ քայլում։ Ասում եմ, ինչի՞ չեք քայլում, խնդիր ունեք, չէ, բժիշկները ասում են, որ ես առողջ եմ։ Մի խոսքով գալիս եմ 72 տարեկան կին եմ։ Բարձանում եմ վերև շատ սիրունատես կին, հյուրասենյակում իր բազմոցին անկողինը գցած է, կոկիկ, մաքուր, հարդարված լավ բնակարան է։ Նստած է սիրունատես մի կին, որը արդեն ասել էր 72 տարեկան է, հավատացեք 60-ից ավել չեմ տա, նույնիսկ իմ հոգեբանի հայացքով։ Պատմում է, որ 8 տարի առաջ ոտքը կոտրել է, 2 ամիս գիպսի մեջ ա եղել, հետո լավացել է եւ կամաց վախերը սկսվել է եւ հիմա արդեն չեմ ուզում շատ երկար պատմեմ, 3 տարի է ինքը ընդհանրապես առավոտ աշտանում է, տղան ու աղջիկը թևերից ծնում են, տանում են տուալետ, թևերի տակ ընկած բերում նստացնում են, լոբին բերում են կողքը մաքրում, կանաչին մաքրում, ինչ որ ընտանիքին օգուտ է տալիս, բայց ինքնուրույն տեղից վեր չի կենում։ Նայում են ոտքերը ուռած չի, ասում են, որ վարժություններ անում ոտքի համար նստած, բան խնամված մի տիկինը։ Ասում եմ, եկեք մի հատ փորձենք քայլել։ Ընկնում է թևս, ասենք պայմանական անունը դնենք տիկին Կարինե։ Քայլում ես շատ լավ, ասում եմ, տեսեք, շատ լավ քայլում եք։ Ասում եմ, դե որտեվ թևս ընկած ես։ Հիմա լսեք հարց ու պատասխանը։ Ասում եմ, տիկին Կարինե ջան, ինչու չես քայլում։ Ասում եմ, վախենում եմ։ Ասում եմ, ինչի՞ց ես վախենում։ Ասում եմ, վախենում եմ, որ ընկնեմ։ Ասենք թե ընկար, ինչ կլինի, ասում եմ, այն ժամանակվա նման ոտքս կկոտրեմ։ Ընդունենք, որ կոտրեցիր, ինչ կլինի։ Ասում եմ, դե կդնենք գիպս։ Ասում եմ, դե ընդունենք գիպս դրեցին, ինչ կլինի։ Ասում եմ, դե այն ժամանակվա նման 2 ամիս չեմ քայլել։ Ասում եմ, տիկին Կարինե ջան, 3 տարիա չես քայլում, հարգելիս։ Ուրեմն դու 3 տարի չես քայլում, թեպետ քո ոտքերը առողջ է, վախենալու որ եթե քայլես, կընկնես 2 ամիս չես քայլի, ընկնես կոտրես 2 ամիս չես քայլի։ Այդպիսին ենք մենք հաճախ մեր վարքի մեջ։ Վախենալով թե այս բանը անելուց ինչ կլինի, մենք բացարձակ անդամալույց ենք դառնում։ Անընդհատ վախենում ենք, որ վայ այս բանը անենք սխալ կլինի։ Սխալները նորմալ են։ Ճիշտ ճանապարհ է սխալների ճանապարհը։ Այդ միևնույնն է, որ կյանք կոչվող այս ճանապարհին մենք ընդհանրապես սխալներ չանենք։ Կամ երեխային տանենք առաջի դասարան եւ ասենք, գիտես ինչ, մինչեւ քո ուսման վերջը անցիր այնպես, որ սխալ չանես։ Երեխան պարզապես ոչինչ չի սովորի։ Որ գիտելիքներն ու հմտություններն են ամենակարևորը կյանքում։ Առաջին հերթին կարևոր է, որ
որ երեխան ամեն ինչից ունենա գաղափար, եւ սպորտ, եւ արվեստ, տարբեր բաներ փորձի, ամեն ինչ, գոնե հետաքրքրի, կարող է լինել լավ ունկնդիր։ Բարեկամուհիներից մեկը իր երեխային տանում էր ջութակի, եւ երբ որ երկրորդ դասարանը անցավ ջութակի, գնացել էր այցելության, ուսուցչուհին ասել էր լավագույն դեպքում լավ ունկնդիր կլինի, բայց դա նույնպես լավ արդյունք է։ Նախ որ երեխան ամեն ինչից ունենա գաղափար։ Շատ կարևոր է երեխայի կողքին դնել գրքեր, շատ կարևոր է, որտեղ ես չեմ տեսել այլ ավելի լավ ճանապարհ դեպի կյանք եւ դեպի գիտելիքներ, քան գիրքը։ Երեխային ճիշտ ուղղորդել, տեսնել երեխայի տաղանդները եւ ուղղորդել դա կարևոր է, որ գիտելիքները ես առանձնապես ինչ որ մի գիտելիք կամ հմտություն չեմ։ Երևի ամենամեծ հմտությունը կենցաղավարությունն է, որ մարդը կենցաղում անօգնական չլինի։ Ես տեսել եմ շատ խելացի մարդիկ, շատ կարդացած, շատ հմուտ իրենց մասնագիտության մեջ, երբ որ կենցաղավարության մեջ զրո են։ Փոքր տարիքից ասել են ոչինչ թող սովորեին։ Այո, եւ մարդը ինքն էլ ձգտում չի ունեցել, սակայն կարելի է այդ մարդուն դնել էքստրեմալ վիճակի մեջ, սակայն այդ էքստրեմալ վիճակի մեջ ինքը երկու տեսակի վարք կարող է ցուցաբերել, կարող է լրիվ կործանվել, բացարձակ չհասկանալ թե իր հետ ինչ է կատարում, իսկ կարող է հենց ձեռք բերել այն, ինչ որ մինչև այդ պահը ձեռք չէր բերել։ Հմտություններից ամենաշատը կենցաղավարությունն է, եթե չասեմ այն մասին, որ մարդը այնուամենայնիվ պետք է շփման կուլտուրա ունենա, կարողանա գնահատել իր շրջապատում կատարվող ամեն ինչ, որպեսզի մոլորությունների եւ դժվարությունների քիչ հանդիպի։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Ամբողջ մեծ ընտանիքը, իմ ընտանիքը բավական կիրթ եւ բավական լավ կազմակերպված ընտանիք է եղել, ինչն է օգնել, հնարավոր է հայրիկիս խստությունը եւ օգնել է եւ խանգարել է։ Դժվարանում եմ կշեռքի նժարի վրա ասեմ ավելի շատ օգնել է թե խանգարել է։ Գրքերը շատ են օգնել, որովհետեւ ընտանիքում բոլորը կարդացել են, ճիշտ ընտրած մասնագիտությունն էին ընտրել եւ օգնել են մարդիկ։ Ես շատ եմ հանդիպել լավ մարդկանց եւ շարունակում եմ հանդիպել, դրա մեջ իմ բախտը շատ է բերել, իրոք շատ լավ մարդիկ են։ Իմ կյանքում կատարվել են շատ դիպվածներ եւ իմ կյանքի առաջի ֆորտունան շատ հետաքրքիր ա եղել եւ հետագայում եւս մի ֆորտուն ա եղավ, որ ես կարծում եմ անկախ ինձանից առաջին հայացքից առանց որևէ մի դրդապատճառի դարձա խորապես հավատացյալ մարդ, ես կրոնի մարդ չեմ կարող ասել, որ կրոնը ուսումնասիրել եմ ամբողջապես, բայց ես հավատում եմ Աստծո էներգիայի գոյությանը, որովհետև ես դա զգում եմ անընդհատ։ Կա մի կարևոր բան, որ վերջերս եք հասկացել, որ չգիտեիք առաջ։ Վերջերս սկսել եմ ինձ ավելի շատ գնահատել։ Ես նախկինում կարծում էի, որ ես ինձ կարող եմ գնահատել միայն այն դեպքում, երբ որ այն ամեն ինչ որ պետք է անել, ամեն ինչ անում եմ, հասցնում եմ, կարողանում եմ։ Իսկ հիմա ես շատ խորը հասկանում եմ, որ եթե նույնիսկ ինչ որ մի բան չեմ կարողանում անեմ, այդ չի նշանակում, որ ես ամենավատն եմ կամ վատն եմ։ Ես ինձ ավելի շատ եմ գնահատում։ Ամենակարևոր խորհուրդը, որ ձեզ տվել են կյանքում։ Պետք է հավատալ հրաշքներին։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Իմ կյանքում ամենաազդեցիկ տեսարանը դա այն պահն ա եղել, երբ որ առաջի անգամ տեսել եմ կնոջ, որ կրծքով կերակրում էր երեխային։ Դուք երեխա եք այդ ժամանակ։ Այո, ես փոքր աղջիկ էի եւ բոլորին չէի պատկերացնում, թե ինչ ա կատարում, երբ որ հասկացա, դա իմ համար շատ ցնցող էր։ Մինչև հիմա աչքիս առաջ։ Չէի մտածում, որ երեխաները այդպես են կերակրվում։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Ամեն ինչի համար։ Ես կարծում եմ, որ ես սխալների զուրկ չեմ։ Մի օրինակ կարող եք։ Կարծում եմ ոչ միշտ եմ բոլորին նման։ Օրինակ ես չեմ սիրում բամբասել։ Թեպետ բամբասանք հանգստացնում են երբերը։ Իմ կողքի մարդիկ, իմ շատ սիրած մարդիկ իմ ներկայությամբ աշխատում են ոչ մեկի մասին չխոսել, որտեղ ես դա չեմ ընդունում։ Կանխում եք։ Այո, ես կանխում եմ։ Կարծում եք սխալ է մարդուն քննադատելը։ Ես քննադատությանը երկակի վերաբերմունք ունեմ։ Եթե այդ մարդը այդտեղ է, մեր համար շատ մոտ մարդ է եւ պետք է իրեն ցույց տալ, որ գիտես, այս բանը պետք չէր, քննադատությունը ձև ունի։ Քննադատության ժամանակ պետք չի մարդուն մեղադրել։ Այսինքն, եթե ես մտեմ տուն, որտեղ իմ ամուսինը ծխում է, հա, սենյակի մեջ, ես չեմ ասել, ով էլի ծխեցիր ծոխը դրեցիր, ասում եմ, ինձ դուրս չի գալիս էլի, երբ որ սենյակի մեջ ծխում ենք։ Ես չեմ սիրում ուղղակի քննադատություն։ Երբևէ որևէ մեկին քննադատել եմ, թե ոչ, անկեղծորեն ասեմ, այո, քննադատում եմ այն մարդկանց, ովքեր լքում են իրենց երեխաներին։ Ես կարծում եմ, եթե մարդը ծանր հիվանդ չի, եթե մարդը բանտարկված չի եւ չի մեռել, նա պետք է տեղյակ լինի իր երեխայից։ Երբ մարդիկ նայում են ձեզ, ձեր կարծիքով ինչ են մտածում։ Մտածում եմ, որ ես մեծամիտ եմ եւ սառը եւ շատ հաճախ այդ մասին ասել են։ Իսկապես։ Այո։ Ես այդպեսի տպավորություն չունեմ։ Բայց ես շատ ժողովրդական մարդ եմ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, եթե դուք ճիշտ եք տեսել ձեր մասնակցության համար։